Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ես հիմա այս պահին գտնվում եմ Երևան Մեղրի M2 միջպետական ճանապարհի այն հատվածում, որտեղից շատ լավ տեսանելի է Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրը։ Ես հիմա կփոխեմ տեսախցիկը եւ դուք կտեսնեք Տիգրանաշեն գյուղը եւ Տիգրանաշենին հարակից տարածքները։ Իհարկե եղանակը անպամած եւ անձրևոտ, հնարավոր է հիմա ուժեղ անձրև գա եւ ես շարունակեմ մեր եթերը մեքենայից։ Ուրեմն ինչի համար է այս լայվի իմաստը ներկայացնելու համար այն վտանգները, որը կապված է Տիգրանաշենը այս տարածքը Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանին հանձնելու եւ Հայաստանի տարածքը ադրբեջանցիներով բնակեցնելու 300,000 ադրբեջանցիներով բնակեցնելու վտանգների հետ։ Ուրեմն այս խնդիրը գնալով ավելի մեծ արդիականություն է ստանում։ Ես երևի մեքենայից շարունակեմ, որ աղմուկը չխանգարի։ Այս խնդիրը գնալով ավելի մեծ արդիականություն է ստանում, որովհետև Նիկոլ Փաշինյանը այսօր էլ մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է, որ ինքը պատրաստ է քննարկել եւ Ադրբեջանին հանձնել այս գյուղը, նաև Տիգրանաշեն, ինչպես նաև Տաուշի մարզից գյուղեր։ Ինչով է սա ինքը բացատրում, որ իբր Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ Հայաստանի տարածքը իդենտիկ է խորհրդային Հայաստանի տարածքի հետ, իսկ Ադրբեջանի տարածքը, որը Հայաստանը ճանաչում է, իդենտիկ է իբր խորհրդային Ադրբեջանի տարածքի հետ։ Եվ դա պատճառաբանում է, որպես հիմնավորում ներկայացնում է այսպես կոչված Ալմաթայի հռչակագիրը 91 թվականի դեկտեմբերի հռչակագիրը։ Սա լրիվ ապօրինի եւ անմիտ թեզեր են։ Նախ ուզում եմ եւս մեկ անգամ սիրելի հայրենակիցներ ձեզ ներկայացնել, ինչքան կլսեք Ալմաթայի հռչակագրի մասին, իմացեք, որ դա իրենից առանձնապես ոչինչ չներկայացնող ոչ մեծ կարևորության փաստաթուղթ է։ Դրանով ընդամենը Հայաստանը եւ Ադրբեջանը 91 թվականի դեկտեմբերին միացել են արդեն իսկ մինչ այդ ստեղծված անկախ պետությունների համագործակցության կազմակերպությանը ԱՊՀ-ին, այսինքն խորհրդային միության փլուզումից հետո բոլոր 15 հանրապետությունները հռչակվել են որպես անկախ պետություններ։ Հայաստանը անկախ պետություն է հռչակվել դեռևս 1990 թվականի օգոստոսի 23-ի անկախության հռչակագրով, որը հիմա Ալիևի պահանջով Նիկոլ Փաշինյանը ուզում է չեղարկել, հրաժարվել դրանից, եւ այդ ժամանակ հռչակվել է, սկսվել է անկախության գործընթացը։ 91 թվականի սեպտեմբերին արդեն հանրաքվեով Հայաստանի ժողովուրդն է հաստատել Գերագույն խորհրդի որոշումը անկախության հռչակագիրի ընդունման։ Դրանից հետո 3 պետություններ՝ Ռուսաստանը, Ուկրաինան եւ Բելարուսը, ստեղծել են անկախ պետությունների համագործակցության կազմակերպությունը ԱՊՀ-ն, որին 91 թվականի դեկտեմբերին միացել են նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը։ Իդեպ Հայաստանի Գերագույն խորհուրդը այդ Ալմաթայի հռչակագիրը վավերացրել է վերապահումներով, վերապահումներն էլ վերաբերելու են սահմանային հարցերին, իսկ Ադրբեջանի Գերագույն խորհուրդը նախ որոշում է կայացրել չի թույլատրել Ադրբեջանի նախագահին, որ ինքը ստորագրի Ալմաթայի հռչակագիրը, բայց նա ստորագրել է։ Իսկ ստորագրելուց հետո այդ փաստաթուղթը չի վավերացվել, այսինքն այդ փաստաթուղթը իրավական հիմք եւ արժեք չունի պետությունների միջև սահմաններ որոշելու համար։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, դա ակնհայտ սուտ եւ կեղծ պնդում է։ Ադրբեջանը ոչ միայն չի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այլև Ադրբեջանը մինչ օրս չի ճանաչել Հայաստանին որպես պետություն։ Այսինքն իրավաբանորեն Ադրբեջանը Հայաստանին որպես պետական կազմավորում չի ճանաչել եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել։ Նա ուրիշ ինչով է խաբում մեր ժողովրդին։ Նա նաեւ հիմիկվա իր քարոզարշավը ինչի մասին ասում է, որ հիմա կա խաղաղություն եւ տեր կանգնել խաղաղությանը, չէ՞, դա իրանց քարոզարշավը, իրանց սրտիկը խաղաղություն բան որ գրել են, դրա մասին է, տեր կանգնել խաղաղությանը։ Մի բան, որ գոյություն չունի, որովհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ միայն կնքված չի խաղաղության պայմանագիր,
կնքված, վավերացված ուժի մեջ նման փաստաթուղթ առհասարակ գոյություն չունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ավելին, Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել եւ չեն հաստատվելու, որովհետեւ այդ Վաշինգտոնում նախաստորագրած պայմանագրի մեջ գրված է, որ դիվանագիտական հարաբերություններ պիտի հաստատվեն, եթե պայմանագիրը ստորագրվի դրանից որոշ ժամանակ անց։ Իսկ պայմանագիր ստորագրելու նախապայման Ադրբեջանը դրել է անկախության հռչակագրից հրաժարվելը, ինչը եթե տեղի ունեցավ, մեր պետությունը որպես այդպեսին վերանալու է, այսինքն նման պայմանագիր ոչ էլ կկնքվի Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ երբևէ։ Հիմա այս Ալմատայի հռչակագրին հղում անելով, իբր սա համարելով ադրբեջանական ԽՍՀ տարածք, Նիկոլ Փաշինյանը ուզում է այս տարածքը հանձնի Ադրբեջանի, սա այն դեպքում, երբ որ մեր անկախության հռչակագրով Հայաստանը չի ճանաչել իրեն որպես հայկական ԽՍՀ-ի իրավահաջորդ, Ադրբեջանը բացի դրանից, որ չի ճանաչել իրեն որպես ադրբեջանական ԽՍՀ-ի իրավահաջորդ, ավելին, Ադրբեջանի անկախության ակտով, սահմանադրական ակտով, ադրբեջանական ԽՍՀ-ն Ադրբեջանը ճանաչում է որպես ապօրինի կազմավորում, այսինքն ոչ միայն իրան իրավահաջորդ չի ճանաչում, այլ ինչ որ կապված է ադրբեջանական ԽՍՀ-ի հետ, համարվում է ապօրինի, հակասահմանադրական։ Հետևաբար ադրբեջանական ԽՍՀ-ի տարածք գոյություն ունենալ չի կարող։ Հիմա գանք այս անկլավների։ Նախ, անկլավներ ժամանակակից պայմաններում գրեթե աշխարհում այլևս գոյություն չունեն։ Եթե որոշ դեպքերում էլ գոյություն ունեն, ապա դրանք միայն այն դեպքում, եթե պետությունների միջև հարաբերությունները դա խնդիրներ չի առաջացնում, ասենք օրինակ, Վատիկանը որպես եկեղեցի լինելուց բացի նաև պետություն է համարվում, քաղաք պետություն, ինչը փաստացի անկլավա Իտալիայի մեջ, այսինքն ինքը 4 կողմից շրջապատված է Իտալիայի որպես պետություն, բայց ինքը առանձին պետություն է, բայց դա որևէ խնդիր չի, որովհետև մարդիկ, որոնք ենթադրենք Հռոմից գնում են Վատիկան, իրանք չեն զգում, որ իրանք պետական սահման են անցել, այնտեղ սահմանային ռեժիմ, անձնագրային ռեժիմ ստուգում չեն անցնում, այսինքն պետությունների միջև հարաբերությունները դա թույլ է տալի։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունները այնպիսի են, որ փակ են սահմանները եւ հետեւաբար հնարավոր չի հիմա Հայաստանից գնալ Ադրբեջան։ Հետևաբար, եթե Հայաստանի տարածքում ձևավորվի որևէ ադրբեջանական անկլավ, ապա նշանակում է, որ մենք այդ տարածքով չենք կարող անցնել։ Ոնց որ հիմա մենք չենք կարողանում անցնել ֆիզիկապես Գորիսից Կապան ճանապարհի այն հատվածը, որը հիմա գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո։ Այնտեղ կանգնած են ադրբեջանական սահմանապահներ երկու կողմից ճանապարհի։ Եվ եթե հիմա ես ուզենամ կամ դուք որևէ մեկը գնա Գորիսից Կապան, ադրբեջանցի սահմանապահները կանգնեցնելու են մեր մեքենան եւ թույլ չտան, որպեսզի մենք անցնենք։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը Տիգրանաշենը այս հատվածը հանձնեց Ադրբեջանին, ապա ես եթե հիմա այս պահին գտնվում եմ ստեղ Տիգրանաշենի այդ բարձունքում, ես չեմ կարող անցնել, որովհետեւ գյուղի ներքևում տեղադրվելու է ադրբեջանական հսկի սահմանային անցակետ եւ թույլ չեն տալու, որ մենք ճանապարհի այս հատվածը անցնենք։ Իսկ եթե մենք ճանապարհի այս հատվածը չենք կարողանում անցնել, ուրեմն իմացեք, որ ստեղից այն կողմ, իսկ տեղից այն կողմ գտնվում է Արարատի մարզի մի քանի գյուղ, այդ թվում եւ Զանգագատուն գյուղը, բավականին մեծ գյուղ, եւ Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերը ամբողջությամբ։ Այսինքն կստացվի, որ ամբողջ Արարատի մարզի մի մասը եւ ամբողջությամբ Վայոց ձորն ու Սյունիքը կհայտնվեն շրջափակման մեջ, ճիշտ այնպես, ինչպես 2022 թվականի դեկտեմբերին այդ կեղծ բնապահպաններով եւ 23 թվականի ապրիլի 23-ից Հակարի կամրջին տեղադրված ադրբեջանական անցակետով փակվեց Արցախ տանող Արցախը Հայաստանին կապող ճանապարհը։ Իսկ ինչ հետևանքներ դա եղավ, Արցախը մոտ 10 ամիս մնաց շրջափակման մեջ, հետո ադրբեջանական գրոհով հարձակվեցին Արցախի վրա, ստիպեցին ողջ Արցախահայությանը տեղահանվել եւ ադրբեջանական վերահսկողություն հաստատեցին ամբողջ Արցախի նկատմամբ։ Այսինքն, հանձնել Տիգրանաշենը Ադրբեջանին, դա նշանակում է, որ այլևս կորցնել Արարատի մարզի մի մասը, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերը ամբողջությամբ։
Իդեպ ասեմ ձեզ, որ քանի որ անկլավը, եթե պատկերացրեք, այս տարածքի մի կտոր, մի կղզիակ հանձնում են Ադրբեջանին, հարց առաջանում, բա ադրբեջանցիները ոնց պիտի գան այստեղ, ոնց պիտի իրանք ապրեն, այդ գյուղը օրինակ առանձին ջրի աղբյուր չունի, առանձին հոսանքի մատակարարման կայան չունի, այսինքն այս գյուղի էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումը, ոռոգման ջրի, խմելու ջրի պիտի տրվի Հայաստանի կողմից, հակառակ դեպքում ստե մարդ չի կարող ապրի, կամ էլ իրանք պիտի այնպիսի տարածք յուրացնեն, որ այդ իրանք կենսական միջավայրը ապահովեն, եւ Ալիև տենց էլ ասել է, որ իրենք այդ անկլավներին պետք է ունենան պարզ, մատչելի ֆիզիկական հասանելիություն, այսինքն ոչ խոսքը կվերաբերվի ոչ միայն այդ գյուղի տարածքը հանձնելուն, այլ նաև շրջակա տարածքներ, որ իրանք կապ հաստատեն, ենթադրենք ստեղից Նախիջևանի հետ Տավուշի մարզում Ադրբեջանի մյուս շրջանների հետ, այսինքն սա տարածքներ հանձնելու է վերաբերում, որը նորից եմ կրկնում, ոչ միայն տարածք հանձնելը ինչը ապօրինի է, այլ նաև սրանով շրջափակման մեջ է մնալու Վայոց ձորը եւ Սյունիքը ամբողջությամբ։ Հիմա ինչի եմ սա ասում, որտեղ սա ուղիղ կապ ունի նաև Հայաստանի տարածք ադրբեջանցիներով բնակեցնելու։ Դրանց մենք 300,000 ադրբեջանցի, մենք չենք ասում, այլ ադրբեջանցիներն ասում են, մենք էլ լսում ենք նրանց պահանջները, Փաշինյանն պատրաստ է դա կատարի։ Հիմա դրանք որ եկան այդ 300,000-ը Հայաստանում ապրելու, որտեղ պիտի ապրեն։ Բնականաբար այն գյուղերում, որտեղ որ իրանք մինչև նախկինում ապրել են, այսինքն այս գյուղում այլևս հայեր պիտի չապրեն, պիտի գյուղը տեղահանվի, հայ բնակչությունը, փոքրաթիվ բնակչություն կա այստեղ, որ այստեղ բնակվեն ադրբեջանցիներ։ Ընդ որում այս ծրագիրը Նիկոլ Փաշինյանը վաղուց ունի, որովհետև Տիգրանաշենը հիմա թաղամաս է հանդիսանում քիչ այն կողմ գտնվող մեկ այլ հայկական բնակավայրի, որը Պաուլ-Սևակ գյուղն է։ Սա վետի խոշորացված համայնքի տարածքում է։ Հիմա օրինակ այս պահին, վերջի տարիներին Պաուլ-Սևակ գյուղում այդ 16 միլիոնի ծրագրերով տներ են կառուցվում, ընդ հիմա որ անցնեք կտեսնեք նորակառույց տներ, վերջերս Նիկոլ Փաշինյանն էլ ցույց տվեց։ Այնտեղ մի հատ դպրոց է կառուցվում, փոքր դպրոց է իդեպ, ասենք հիմա ամբողջ Հայաստանում մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցները փակվում են, բայց կառուցվում է մինչև 100 աշակերտ ունեցող մի դպրոց այդ Պաուլ-Սևակ բնակավայրում։ Այսինքն Տիգրանաշեն գյուղում ոչ մի պետական ծրագիր չի իրականացվում, տներ չեն կառուցվում, դպրոց չի կառուցվում, ոչ մի բան չի արվում։ Ինչի, որպեսզի հայերին ստեղից հանեն եւ այս տարածքը բնակեցնեն ադրբեջանցիներով։ Այսինքն, եթե Նիկոլ Փաշինյանին որևէ մեկը քվեարկի կողմ իրենց այդ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը նշանակում է, որ իրենք կողմ են, որպեսզի Հայաստանը բնակեցվի ադրբեջանցիներով եւ ադրբեջանցիները շրջափակման մեջ պահեն ամբողջ Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերը։ Այսինքն, եթե հիմա Վայոց ձորում, հատկապես եւ Սյունիքի մարզում ապրում են մարդիկ, սիրելի իմ հայրենակիցներ, ես ինքս ծնունդով Վայքից եմ, ես ծնվել եմ Վայք քաղաքում, հետագայում ապրել ենք Ջերմուկ քաղաքում, հետո ես ապրել եմ, աշխատել եմ Եղեգնաձոր քաղաքում երկար ժամանակ, որպես մասնաճյուղի տնօրեն, որպես մարզպետ։ Այսինքն ես հիմա այնտեղ սեփականություն ունեմ, գյուղում տուն ունեմ, չգիտեմ, Վայքում, Ջերմուկում հողակտորներ ունեմ։ Հիմա այդ ամեն ինչի արժեքը վերանալու է, ես այդ ամեն ինչը կորցնելու եմ, եթե այստեղ ադրբեջանցիներ ապրեն, որովհետև նորից եմ կրկնում, այս ճանապարհը փակվելու է, եթե փակվեց, ես այլևս չեմ կարելու գնամ Վայք։ Միակ ճանապարհը, որը հնարավոր կլինի շրջանցող, դա վեդիով գնացող շրջանցող ճանապարհն է, որը որ փոքր ճանապարհ է, այսինքն հնարավոր չի այդ ճանապարհով բեռնատար մեքենաներ անցնեն, ուղևորափոխադրումները լինի, եւ այդ ճանապարհն էլ ստեղից, այսինքն այդ տարածքից կգտնվի մոտ 1 կիլոմետր, 1.5 կիլոմետր հեռավորության վրա, այսինքն ականանետով ստեղ տեղակայված ադրբեջանական զորամիավորներ, իսկ ստեղ ադրբեջանցիները բացի որ բնակություն են հաստատելու, պարզավոր պիտի նաեւ զորք տեղակայեն, առնվազն սահմանապահ զորքեր, իսկ Ադրբեջանի սահմանապահ զորքերի հիմնական ստորաբաժանումը, որ Հայաստանի սահմանին տեղակայում են, դա կոմանդո հատուկ նշանակության զորամիավորումներն են։ Հիմա այդ զորքը որ տեղակայեցին, նրանք ցանկացած պահի կրակի տակ կվերցնեն նաև շրջանցող վեդից եկող շրջանցող ճանապարհը, որ այս հատվածում է, մոտակա այդ հատվածում է հատվում հիմնական ճանապարհին։ Այսինքն ցանկացած
Վայոց ձորցի եւ Արարատի մարզի այս կողմի բնակավարի ցանկացած բնակիչ, այդ թվում եւ Զանգակատուն գյուղի բնակիչները պիտի իմանան, որ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին նշանակում է իրենց դարձնեն արցախցիների ճակատագրի տեր մարդ, այսինքն մի 10 ամիս հայտնվեն շրջափակման մեջ, դրանից հետո իրանց տունը, տեղը, բիզնեսը, ամեն ինչը թողնեն ու դուրս գան։ Եվ ադրբեջանցիները այդ իրանց հետագա ծրագրերի իրականացման համար արդեն ռազմական իմաստով նաև դիրքավորվել են։ Օրինակ, իրանք առաջխաղացում են ունեցել դեպի միջպետական ճանապարհ Ելփին գյուղի հատվածից։ Առաջխաղացում են ունեցել Արենի գյուղի հատվածից, ասենք օրինակ Արենի հիմիկվա սահմանից հայ-ադրբեջանական Նախիջևանի, մինչև Արենի կենտրոնական միջպետական ճանապարհի խաչմերուկ, որտեղ են տակառնա դրած վրացա Արենի, մոտ 2-3 կիլոմետր գրունտային ճանապարհ, այսինքն զրահապատ մեքենան BTR կլի, BMP կլի եւ այլն, այդ սահմանից Արենի գյուղի մեջ կհասնի 15 րոպե հետո եւ ընդից այդ ճանապարհը այդ հատվածից կփակվի։ Մյուս կողմից իրանք իշխանասարից են առաջխաղացում ունեցել միջպետական ճանապարհը պահելու վերահսկողության տակ։ Ջերմուկի ուղղությամբ են առաջխաղացում ունեցել քաղաքը վերցնելով վերահսկողության տակ փաստացի, այսինքն իրանց անզեն աշկով, իրանց ադրբեջանական դիրքերից քաղաքը տեսանելի է միջին տրամաչափի ցանկացած զենքով խոցելի։ Հիմա իրանք այդ առաջխաղացում ունեցել են նաև հետագա մարտական գործողությունները արդյունավետ իրականացնելու համար։ Այս ամեն ինչը հնարավոր է այդ ինչ որ ես նկարագրում եմ, դա լրիվ ռեալ իրատեսական հնարավոր զարգացումներ է, եթե Հայաստանի վարչապետ մնա Նիկոլ Փաշինյանը։ Եթե մարդիկ գնում են քվեարկության հունիսի 7-ին եւ քվեարկում են երրորդ համարի քվեաթերթիկի օգտին, այսինքն Հայաստանի վարչապետը դառնում ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ Սամվել Կարապետյանը, ապա այդ դեպքում ակնհայտ է, որ այս վտանգները վերանում են, այսինքն մենք շարունակում ենք ապրել մեր երկրում։ Եվ մեր երկրի ոչ մի սուվերեն տարածք, այդ թվում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Տիգրանաշեն բնակավայրը շարունակելու է մնալ որպես Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայր, եւ մենք շարունակելու ենք այս միջպետական ճանապարհով ազատ երթևեկել, գնալ Վայոց ձոր, գնալ Սյունիք եւ ոչ միայն գնալ, այլ նաեւ Սամվել Կարապետյանի մյուս ծրագրերի հետ միասին այնտեղ ունենալ զարգացած զբոսաշրջություն, որովհետեւ այդ 1 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրերը հենց վերաբերելու են մի զգալի մասը Արենիին, Արփիի հովտին, Արփագետի հովտին, Եղեգիսի հովտին, Ջերմուկին, Սյունիքին, Գորիսի տարածաշրջանի, Տաթևի զբոսաշրջանից դրանց են միտված այդ ծրագրերը, չասեմ են 300,000 աշխատատեղերը, գյուղատնտեսության զարգացման ծրագիր, այսինքն մենք ունենում ենք զարգացող անվտանգ երկիր, եթե վարչապետը դառնում է Սամվել Կարապետյանը, իսկ եթե գտնվի թեկուզ մի մարդ, որը քվեարկում է Նիկոլ Փաշինյանի օգտին, ապա ինքը ըստ էության ինքնասպանություն է գործում, որովհետև հատկապես նորից եմ կրկնում Վայոց ձորի եւ Սյունիքի բնակիչները, որովհետև նրա ընտրվելու դեպքում այս ամեն ինչը վերանալու է ուղղակի։ Արցախը ոնց էր 10 ամիս մնաց շրջափակման մեջ, հետո ասեցին դավայ դուրս եկեք, թե ձեզ բոլորից ցեղասպանել ենք, փախան ու ամեն ինչը թողեցին։ Արցախում թողել են գործարաններ, հյուրանոցներ, տներ, առանձնատներ, բնակարաններ, խանութներ, դպրոցներ, մանկապարտեզներ։ Հիմա ասենք օրինակ Վայք քաղաքում ենթադրենք վերանորոգվել է փողոցը, շատ լավ է։ Ում է պետք ադրբեջանցիներին, որովհետև իրանք են գալու այդ քաղաքում ապրեն։ Հիմա ասենք Ստեփանակերտում փողոց չէր վերանորոգվել, վերանորոգ, հիմա ով է դրանից օգտվում։ Ադրբեջանցիները։ Այսինքն հիմա Ջերմուկում կան հրաշալի հյուրանոցներ, շատ լավ է։ Եթե այս ճանապարհը փակվում է, հիմա իմ կանգնած տեղը, ես ենթադրենք Նիկոլ Փաշինյանը վարչապետ եթե ընտրվեց, ասենք հունիսի 7-ին, ինքը օգոստոսին, սեպտեմբեր, մինչև տարվա վերջ հանձնեց։ Մենք այս ճանապարհով չենք կարողանում գնալ Վայք, չեն կարողանում գնալ Ջերմուկ, վերջը, հետո շրջափակման մեջ են լինում, ոչ մեկ այնտեղ չի կարողանում գնալ, հետո էլ ադրբեջանցիները հարձակվում են, դա այդ ամեն ինչը վերցնում են իրենց։ Սա Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման հեռանկարն է։ Սա շատ կարևոր է, սիրելի հայրենակիցներ, հատկապես իմ շատ սիրելի վայոց ձորցիներ, սյունեցիներ,
որպեսզի դուք իմանաք, թե Նիկոլ Փաշինյանին ընտրելուց հետո ձեզ ինչ ճակատագիր է սպասվում։ Եվ դու որևէ մեկը չմտածի, որ սա այդպես վատատեսական չլող բան, մենք խոսում ենք մի մարդու մասին, որ արդեն Արցախը հանձնել է Ադրբեջանին, ընդ որում գիտեք ոնց է հանձնել, ասելով որ դա Հայաստան է, որ ինքը պիտի ամեն ինչ անի, որ արցախցիները իրանց երկրում ապրեն, որ իրանց ոչ մի վտանգ չի սպառնում, որ ինքը նրանց այդ ամեն ինչը ասելուց հետո լսում չէ, սխալվել եմ։ Իսկ այս դեպքում Նիկոլ Փաշինյանը էլ կարող է չասել, որ սխալվել է, որովհետև ինքը 2024 թվականի օգոստոսի 30-ից պարբերաբար հայտարարում է եւ այսօրվա իր ասուլիսում վկայակոչած Armenpress-ում նաև հոդված է տպել, որ Հայաստանի գործող տարածքի 60-ից 70%-ը պատկանում է Ադրբեջանին, ըստ Ադրբեջանի գործող սահմանադրությամբ, եւ դրա մեջ է մտնում Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերը ամբողջությամբ։ Այսինքն մարդը նաև հիմիկվանից ասում է, եթե այդքանը ասելուց լսելուց հետո որևէ մեկը գնում է կողմա քվեարկում Նիկոլ Փաշինյանին, վաղը միսօրն ասում է, «Սիրելի ժողովուրդ, ես ձեզ ասել էի, որ Վայոց ձորի եւ Սյունիքը Ադրբեջանն է, իրան սահմանադրությամբ իրանց է պատկանում։ Ես ձեզ ասել էի, որ Տիգրանաշենը հանձնելու եմ Ադրբեջանին, որը ստե գալու են ապրեն ադրբեջանցիներ։ Եթե դուք այդքան բանը իմանալով, լսելով գնացել եք ինձ քվեարկել եք, նշանակում է դուք լսել եք, դուրներդ եկել է, այդ որոշումն եք կայացրել։ Հակառակ դեպքում 19 քաղաքական ուժեր առաջադրվել։ Գնայիք ընտրեք Սամվել Կարապետյանին, որ դուք չեք ընտրել Սամվել Կարապետյանին, ինձ եք ընտրել, ես էլ այդ եմ որոշել, որ անեմ։ Դրա համար պիտի այդ անեմ։ Ինչ եք ասելու այդ ժամանակ։ Որտեղ եք ասելու։ Ոչ մի տեղ։ Դուք հիմա ասելու միայն մի տեղ ունեք։ Դա հունիսի 7-ին ընտրական տեղամասն է, այսինքն եթե մեր քաղաքացիները հունիսի 7-ին գնում են ընտրական տեղամաս եւ քվեարկում են երրորդ համարի քվեատերտիկի օգտին վարչապետ ընտրվում Սամվել Կարապետյանը, ոչ միայն շարունակում են ապրել ամեն մեկը իր տանը, իր քաղաքում, իր գյուղում, իր պայմաններով, այլև ունենում է ավելի լավ աշխատանքի ապրելու պայմաններ։ Իսկ եթե որևէ մեկը քվեարկում է Նիկոլ Փաշինյանի օգտին, ուրեմն կործանում է ինքը իրեն։ Հիմա ես մի բան եմ ուզում հասկանալ, եթե մարդ կա, որ ուզում է ինքն իրեն ոչնչացնի, ինքն իրեն վերացնի, ապա չի ուզում, որ մյուսներին էլ անի։ Չի կարելի, այսինքն եթե հիմա ընտրությունը նես բան է, որ ոչ միայն ամեն մարդ իր ճակատագիրն է դրանով որոշում, այլ նաև մեր ճակատագիրը։ Այսինքն եթե հիմա մի մարդ ես հիմա ջերմուկում ունեմ տնամերձող եւ մտադիր եմ ընդեղ, եթե գործերս լավ լինի, կամ նա տուն ունենամ ընդեղ, առանձնատուն կառուց։ Հիմա եթե մեկը Նիկոլ Փաշինյանին ընտրում է, ոչ միայն ինքն է զոհվելու ի վերջո, ինքն է դառնալու փախստական, ինքն է իր ունեցածը կորցնելու, այլ նաև իմ ունեցածը կորելու դրանից, ինձ է վնաս տալու, բոլորիս է վնաս տալու։ Հետևաբար չի կարա իմ պատկերացումներով չի կարա նորմալ բանական մարդ լինի, որը ինքը իր սպանի։ Գնա եթե իրան կործանի։ Ասի ես Նիկոլին եմ ընտրում, ոչինչ որ ես կմեռնեմ, ես Նիկոլին եմ ընտրում։ Այսինքն ընտրում ես որ ինչ անի։ Իր ծրագրերը ինչ է, որ Տիգրանաշենը հանձնի Ադրբեջանին, ստեղ ադրբեջանցիները ապրեն, ճանապարհը փակվի եւ մենք չկարողանանք գնանք Վայք։ Հիմա ես գնում եմ Վայք, գնում եմ Քարոզ Արշավի, Եղեգնաձոր եմ գնում։ Այս ճանապարհը որ փակել ես ո՞նց է գնալու։ Իսկ այս ճանապարհը փակվելու է, եթե վարչապետը մնաց Նիկոլ Փաշինյանը։ Այս ճանապարհը շարունակելու է գործել, այնտեղ ավելի զարգանալու է, մենք բոլորս տներ ենք ունենալու, բոլորս, որովհետև այդ 20,000 մաչելի բնականը ինչ չի վերաբերում։ Վերաբերում է երիտասարդ ընտանիքներին։ Այն 4-րդ երեխային 2 միլիոն դրամը արդեն ինչ չվերաբերում, որովհետև ես արդեն 4-րդ երեխա ունեմ։ Վերաբերում է նրանց, ովքեր նոր կունենան, ու նրանք ապրելու են Վայքում, Եղեգնաձորում, Ջերմուկում, Գորիսում, Սիսիանում, Կապանում, Քաջանում, Մեղրիում։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանն ալնում, դուք ընդ չեք կարող, բացի դրանից, որ այդ արտոնությունները, հնարավորությունները չեք ունենալ, որովհետև Նիկոլ Փաշինյանը ձեզ բանը չի խոստացել։ Դուք ձեր քաղաքներում, գյուղերում ապրելու հնարավորություն չեք ունենա։ Մինչև հիմիկվա ձեր ունեցածը կորցնելու եք։ Խնդրում եմ, սա իմացեք, ընտրություն կատարելուց։ Իսկ այս ամեն ինչի դեմն առնելու շատ պարզ ձև կա։ Հեշտ, առանց մեկի հետ հիմա վիճելու, առանց երևալու, առանց վնասելու, հունիսի 7-ին ներկայանալ ընտրական տեղամաս եւ բոլոր քվեաթերթիկներից ընտրել միայն համար 3 եւ այդ խնդիրները լուծվում են։ Շնորհակալ եմ սիրելի հայրենակիցներ, լավ եղեք, մենք հիմա գնում ենք Քարոզ Արշավի, ընթացքում ձեզ